մարդը ասում էր, որ քանի մենք չէինք ճանաչել Հայաստանի տարածքը, մեզ զենք չէին վաճառում։ Ումից էինք ուզում զենք առնենք, ով մեզ չի վաճառել։ Դե հավանաբար արևմտյան երկրները։ Ես մոտ 2 տարի ղեկավարել եմ արտաքին գործերի նախարարության անվտանգության համագործակցության վարչությունը, այսինքն անվտանգություն լայն առումով ՆԱՏՕ-ի հետ, այնտեղ բաժնկար ՆԱՏՕ-ի հետ մենք այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունենք։ Ես նրանցից մեկն եմ, որ սովորել եմ ՆԱՏՕ-ի ակադեմիայում։ Ես չեմ լսել, որ մենք մի բան ուզենայինք առնենք, մեր ասեն չէ։ Հələ մի բան էլ ջրի էին տալիս։ Հա, այ մեր բանը ես հիշեցի։ Բա Միլան հակատանկային բաները, հրթիռները, որ գերմանա-ֆրանսիական էին, որ տվեցին, ինչ եմ ասում, որովհետև ես ու Իգոր Մուրադյանն ենք այդ գործի մեջ եղել, անվճար տվեցին մեզ նույն ՆԱՏՕ-ի երկրները, երբ որ հիշում եք 100 նորագույն տանկ եւ 100 զրահամեքենա Ռուսաստան Ադրբեջանին ծախեց, դրա դեմ հենց տվեցին, ջրի տվեցին։ Եվ ուղլիքը տենց այդ սուտ ասում։ Այսինքն չի եղել, հա, այն ամենանորագույնը իհարկե չէին ծախի, բայց չի եղել մի զինատեսակ, որը շուկայում պատերազմից հետո չեն վաճառել, պարոն Պապյան։ 20 թվականի պատերազմ։ Ես չգիտեմ, 20 թվականից հետո բանը արդեն 20 թվականից հետո արդեն ուրիշ էր վիճակը, այդտեղ կապ չունի բանը։ Դե թե դուրս գա հապկից։ Մենք էլ ենք այդ ասում։ Դուրս արի հապկից, որ քեզ վաճառեն, մնում ես ինչ անես։ Մնում ես, որ հենց պատրվատ մանգան չտան, եթե ընդունենք, որ ինքը ճիշտ է ասում, 20-ից հետո չեն տվել, մի արա։ Բա դու ուզում ես զորք ուղարկես Ռուսաստանի կողքին արևմուտքում կռվելու Սիրիայում։ Հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը արել է մի հակաարևմտյան քայլ, որը նախորդ ոչ մի իշխանություն չի արել։ Ինքը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա կռվելու արևմուտքի դեմ։ Ուրեմն այդ դրա վնասակարարությունը հեչ, չգիտեմ, ինչ որ տարբեր խոսակցությունների մեջ է դա եղավ, բայց դու զորք ես ուղարկել կռվելու արևմուտքի դեմ։ Եթե չտային, այդ պատճառով քեզ պիտի չտային։ Բայց ես կրկնում եմ, 90-ական թվականին մենք խնդիր չենք ունեցել։ Փողի խնդիր ենք ունեցել, այո, ունեցել ենք խնդիր միգուցե բանի կոնցեպտի հայցակարգի սխալի դեպքում, որովհետև այն ժամանակ համոզումն էր, որ մեր բանակը, քանի որ մասնագիտական առումով, զինվորական կրթության առումով սովետական բանակի վրա հիմնված զինատեսակներն էլ դինի։